Գյորջյան կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահը անդրադարձել է Հայաստանի վարչապետի շրջանառության մեջ դրած խաղաղության խաչմերուկ նախագծին։ Ալիևից հետաքրքրվել են ինչպիսին է նրա վերաբերմունքը այդ նախագծին։ Հարցին ի պատասխան Ալիևը քննի ծաղ է տվել հայտնելով, որ Թրամփն իշխանության գալով գործի դրեց TRIP-ը։ Ըստ Ալիևի այսպես կոչված խաղաղության խաչմերուկը կգործի, երբ Բայդենը հետ վերադառնա գալով իշխանության։ Ալիևի այս հայտարարության առնչությամբ լրագրողների ճեպազրույցում ազգային ժողովի ԿՊԱ-ական падգամավորը հայտնել է, թե Հայաստանի ամբողջական ապաշրջափակման հարցը լուծվելու է։ Խաղաղության խաչմերուկի վերաբերյալ հայկական կողմը մի շարք կարևոր պայմանավորվածություններ ունի, ներդրումների վերաբերյալ ստորագրված փաստաթղթեր։ Ես Ալիևի խոսքը որևէ կերպ չեմ ուզում գնահատեմ եւ հիմա ուրեմն մեկնաբանեմ։ Ես մեկնաբանում եմ մեր գործողություններն այն մասին են, որ Հայաստանի Հանրապետությունը ապաշրջափակվելու է եւ ըստ էության արդեն իսկ ապաշրջափակվում է եւ ապաշրջափակվել է որոշ չափով, հաշվի առնելով այն ուրեմն լոգիստիկ լուծումները, որ արդեն կան։ 2026 թվականի հունվարին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 2.403.600 ամերիկյան դոլարի ապրանք։ Armenpress-ի փոխանցմամբ այս մասին հայտնել է ադրբեջանական գործակալությունը, հողում անելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին։ Նշվում է, որ դա Ադրբեջանի արտահանման ընդհանուր ծավալի 0.11%-ն է կազմում։ Հայաստանը 2026-ի հունվարին Ադրբեջանից ներմուծել է 100 տոննա A92 տեսակի բենզին, նույնքան դիզվառելիք եւ 1800 տոննա A95 տեսակի բենզին։ Դա Ադրբեջանից Հայաստան ներմուծված վառելիքի երկրորդ խմբաքանակն էր։ 5 միլիարդ ԱՄՆ դոլար։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ Դանիյանի Մանալիևը։ Նա նշել է, որ 2025-ին Հայաստանը 15%-ով ավելացրել է մրգի եւ բանջարեղենի մատակարարումները ԵԱՏՄ շուկաներ, իսկ Հայաստանից թարմ սառեցված ձկան արտահանումը ԵԱՏՄ անդամ երկրներ աճել է 21%-ով։ Նախարարը նաև տեղեկացրել է, որ 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների փոխադարձ առևտրի շրջանառության տեսակարար կշիռը ԵԱՏՄ երկրների արտաքին առևտրաշրջանառության մեջ կազմել է 20%։ Ադրբեջանը գտնվում է հարավային Կովկասում, ավելի լայն Կասպյան տարածաշրջանում, իսկ Սերբիան Բալկաններում։ Զանգեզուրի միջանցքը TRIP նախաձեռնությունը բարենպաստ հնարավորություններ է ստեղծում Կասպյան եւ Բալկանյան տարածաշրջանների միջև կապը ամրապնդելու համար, գրել է Հաջիևը։ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Շինձու դատավարությունը կշարունակվի Բաքվի ռազմական դատարանում փետրվարի 17-ին։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվականները։ Հիշեցենք, փետրվարի 10-ին դատավորների կազմը հայտարարեց քրեական գործի դատաքննության ավարտի մասին եւ հեռացավ խորհրդակցական սենյակ։ Հայ-ադրբեջանական խաղաղության համար Զայեդ մարդկային եղբայրության մրցանակին արժանացած Ալիևը, ում հետ Հայաստանի վարչապետն առաջիկայում կիսելու է մրցանակային ֆոնդը, բացառում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ թշնամանքի հաղթահարումը։ Հանուն հաստատված խաղաղության էջը շրջել, ինչպես France 24-ի թղթակիցն է ձևակերպում, Ադրբեջանի նախագահը չի պատրաստվում։ Նրանք ձերբակալվել են Ղարաբաղում մեր ռազմական գործողության արդյունքում եւ ենթարկվել արդարադատության։ Նրանց տրամադրվել են փաստաբաններ, դատավարությունը բացարձակապես թափանցիկ էր, նրանց հանցագործությունները ապացուցվել են վկաների ցուցմունքներով, բազմաթիվ ցուցմունքներով եւ չկա որևէ կասկած նրանց հանցավորության վերաբերյալ։ Ալիևն այստեղ նկատի է առնում շուրջ 1 տարի առաջ ադրբեջանական դատարաններում բեմադրած ֆարսը, որոնք անցնում էին առանց անկախ փորձագետների, իրավապաշտպանների, լրագրողների ներկայության։ Շոու դատավարությունները լուսաբանելու շնորհը նա միայն պետական լրատվական գործակալությանն էր արել։ Եվ այստեղ հարց է առաջանում, եթե այդքան փաստարկներ ունեն, ինչու մինչև վերջին շունչը կռիվ տվեց խաղաղության նախապայմանագրում միջազգային հայցերին հրաժարվելու դրույթ սահմանելու համար։ Ինչու իր այսպես կոչված ապացույցները միջազգային դատարաններ։ France 24-ի լրագրողը ուղիղ է ձևակերպ։ Կարող եք ինչ-որ բան անել այս հարցում, պարոն Ալիև, հստակեցնում է ձեր լիազորությունների սահմաններում ժեստ ցույց տվեք։ Աշխարհի բաց աչքի առաջ խաղաղություն խաղացողը փաստորեն չի կարող։ Imagine after Second World War. Պատկերացրեք, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Նյուրնբերգյան դատավարությունից հետո եւ բոլոր այն նացիստ առաջնորդներից, որոնք դատապարտվել են մահվան, 2 ամսից ոմանք կգան եւ կասեն. «Խնդրում եմ, ազատ արձակեք նրանց»։
Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսն է վերջինը գնացել Բաքու խոսել հայ գերիների մասին, Ալիևն էլ հաստատում է։ Նրա խոսքից մասնագետները տպավորություն ունեն, թե նույնիսկ կարողացել է Ջեյդի Վենսի հետ վերջնագրերի լեզվով խոսել, առնվազն այն պատճառով, ինչպես ներկայացնում է երկխոսությունը։ Փոխնախագահի հետ մի քանի ժամ տևած զրույցի ընթացքում այլ հարցերի շարքում նա նույնպես բարձրացրել է այս հարցը եւ ես արտահայտել եմ Ադրբեջանի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ եւ վերջ։ Հայերին նացիստ է կոչում մի երկրի առաջնորդ, ով փառքի արժանացրեց քնած հայ սպայի կացնահարողին։ Դիվանագիտական կոռուպցիոն հնարավոր ու անհնար ջանք գործի դրեց հանցագործ Սաֆարովին իր երկիր վերադարձնելու համար, որ հունգարական բանտի ճաղերի դառնության փոխարեն զինվորական բարձրաստիճան կոչման քաղցրությունը վայելի։ Ինչ վերաբերում է մերոնց դատական գործերին, բացառությամբ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, Ալիևի դատարանը Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների եւ նրանց միասնական գործով անցնող քաղաքացիական անձանց վճիռներն արդեն կարել է, բայց Վարդանյանն արդեն վերջին խոսքն ասել է. «Փաստել, դատ չէր, այլ դատաստան»։ Եթե մեկը ստորանալու է մյուսի առաջ, ոչինչ չի ստացվի, ոչ մի խաղաղություն չի լինի։ Հույս ունեմ, որ մենք սա կգիտակցենք ու կհասկանանք, որ ամեն ինչ կախված է միայն մեզնից, ինքնավերականգնվելու, ինքներս մեզ հարգելու մեր կարողությունից, չկորցնելով այն գիտակցումը, որ մենք իսկապես պետք է ապրենք խաղաղության մեջ մեր տարածաշրջանում։ Բայց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը վերջնական ստորագրելու համար էլ Ալիևը պայման նախապայմանները չի փոխում, պահանջները, որ դրել է մեր երկրի առաջ, հետ չի քաշում։ Ասում է, սահմանադրությունը պետք է փոխենք, ըստ էության հրաժարվենք մեր անկախության հռչակագրից, երրորդ հանրապետության ծննդյան վկայականից, որտեղ ամրագրել ենք Արցախի հետ վերամիավորվելու ազգային նպատակը։ Ալիևի ողջ վարչակազմը հիմնված է հայատյացության, պատերազմի, հայերի նկատմամբ ատելության, զավթողական ծրագրերի հիման վրա։ Ալիևի վարչակարգը չի փոխվելու։ Որևէ պայմանագիր էլ չի ստորագրվելու հեճուկս, եթե մարդիկ որևէ ակնկալիք ունեն, որ վերջնական պայմանագիր Ադրբեջան չի ստորագրելու, որովհետև ինքը չունի իրական որևէ ցանկություն գնալ խաղաղության։ Արցախցիների վերադարձի իրավունքն էլ, որը միջազգայինորեն ճանաչված է, Ալիևն ուզում է առևտրի առարկա դարձնել, այստեղ դարձյալ գործարքի առաջարկում ինքն էլ Հայաստան ուղարկում մտածածին, հնարավորի եւ այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիներին, շեշտում է 100,000-ներին։ Ամերիկայի Բերբանկ քաղաքում հայ առաքելական եկեղեցու արևմտյան Ամերիկայի թեմի առաջնորդարանի հարակից սրբոց ղևոնդաց եկեղեցում արդեն երկրորդ կիրակին է պատարագից հետո մի խումբ հավատացյալներ աջակցության ակցիա են իրականացնում ի պաշտպանություն հայ եկեղեցու եւ վեհափառ հայրապետի։ Նախորդ կիրակի թեմի առաջնորդարանը կոպիտ էր արձագանքել ակցիայի մասնակիցներին անվանելով մոլորյալներ։ Ակցիայի մասնակիցներից մեկն ասել է, որ իրենք եկել են ի աջակցություն վեհափառի հնչեցնելու այն աղոթքը, որը չի հնչում ղևոնդաց եկեղեցու ներսում։ Որ թեմի առաջնորդի խոսքով որևէ խոսք չի հնչել վեհափառ հայրապետի նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ։ Միեդը Հայաստանի կառավարությունից պահանջել է դիրքորոշում ներկայացնել նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքների խախտման մասին գանգատի վերաբերյալ։ Փաստաբանները նշում են, որ գանգատը վերաբերում է կալանքի իրավաչափությանը, տևողությանը եւ դատարանների որոշումների հիմնավորությանը։ Մինչդեռ Հայաստանի վճռաբեկ դատարանը 1 տարուց ավելի է պատասխան չի տվել։ Հրաշ Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը փետրվարի 12-ից մտել է օրինական ուժի մեջ։ Արդարադատության նախարար աշխատած ժամանակահատվածում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործով։ Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել է, որ նախորդ տարվա նոյեմբերին ստացած միջազգային փորձաքննությունների արդյունքները Արշակ Սրբազանին վերագրվող տեսագրությունների իսկությունը պարզելու նպատակով հաստատում են Սրբազանի պնդումը, նա որևէ առնչություն չունի տեսագրությունների բովանդակության հետ։ Փորձագետները եզրակացրել են, որ տեսագրությունները կեղծ են։ Փաստաբանը նշել է, որ մոտակա օրերին կհրավիրվի մամուլի ասուլիս միջազգային փորձագիտական եզրակացությունների համար։ Էլեկտրաէներգիայի եւ գազի գները մնացել են անփոփոխ, մրցակցային հատվածում ձեռք է բերվել ամբողջ էլեկտրաէներգիայի 33%-ը, իսկ մրցակցային հատվածում 645 սպառողներ են մասնակցել։ Առաջին անգամ ջրամատակարարման համակարգում կատարվել է 107 միլիարդ դրամի ներդրում վեոլիա ջրի եւ պետության համատեղ ջանքերով։ Այս մասին հայտնել է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը։ Պետությունը կենսաթոշակների աճը փորձում է ապահովել անկանխիկ գնումների հետվճարի միջոցով։ Քարտով թոշակ ստացողները կստանան մինչև 10,000 դրամ կամ գործարքների 20%-ի չափով վերադարձ։ Մինչև մարտի 5-ը պետք է ընտրել բանկ, հակառակ դեպքում ընտրությունը կկատարի միասնական սոցիալական ծառայությունը։ Տեղաշարժման խնդիրներ ունեցողների համար նախատեսված են տնայցեր, իսկ փաստաթուղթ չունեցողների դեպքում շրջիկ անձնագրային կետեր։
Հայաստանի կառավարությունն ու արտաքին գործերի նախարարության գործընկերները երկար ժամանակ բանակցություններ են վարել Google-ի եւ YouTube ընկերությունների հետ YouTube-ի գործընկերային ծրագիրը ակտիվացնելու համար։ Մխիթար Հարապետյանը նշել է, որ փոխնախագահ J.D. Vance-ի Երևան այցի ընթացքում YouTube-ը հայտարարել է, որ մոնետիզացիան ամենայն հավանականությամբ կակտիվացվի գարնանը։ Նախարարը ընդգծել է, որ սա կարևոր քայլ է Հայաստանի թվային տնտեսության զարգացման համար։ Արցախի հայաթափման ժամանակ Հայաստանի Հանրապետության կողմից սառեցվել են Արցախի անունով բանկային հաշիվները, ինչի հետևանքով մինչև այսօր հնարավոր չէ վճարել ավելի քան 22,000 աշխատողների չվճարված աշխատավարձը, վերջնահաշվարկները եւ արձակման նպաստները։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից աշխատանքից ազատված աշխատողների վերջնահաշվարկները եւ արձակման նպաստները կազմել են ավելի քան 5 միլիարդ դրամ, իսկ 2023 թվականի սեպտեմբեր ամսվա չվճարված աշխատավարձը ավելի քան 550 միլիոն դրամ։ Իրանը եւ Միացյալ Նահանգները տարածաշրջանում ստեղծված իրավիճակի շուրջ բանակցությունները վերսկսելու են Ժնևում։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Ժնև մասնակցելու ինչպես Միացյալ Նահանգների հետ անուղղակի միջուկային բանակցություններին, այնպես էլ հանդիպելու ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսիի հետ։ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև բանակցությունների երկրորդ փուլից օրեր առաջ Արաղչին հայտարարել է, որ Իրանը ձգտում է Միացյալ Նահանգների հետ միջուկային այնպիսի համաձայնագրի, որը տնտեսական օգուտներ կբերի երկու կողմերին։ Միացյալ Նահանգների պատվիրակությունը գլխավորում են Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ եթե Թրամփը կարողանա Պուտինի հետ բանակցել 2 կամ 3 ամսվա հրադադարի շուրջ, ապա Ուկրաինան կանցկացնի ընտրություններ, բայց դրա համար առնվազն հրադադար է անհրաժեշտ։ Ընտրությունների անցկացման համար մեզ անվտանգություն է պետք։ Մեզ անհրաժեշտ է հրադադար, ինչը նշանակում է գուցե ոչ թե պատերազմի դադարեցում, այլ հրադադար կամ անվտանգության երաշխիքներ։ Այս պայմաններում օրենքը պետք է փոխվի։ Հուսով եմ, որ մեր խորհրդարանը կարող է դա անել, բայց ուկրաինացիների 90%-ը դեմ է ընտրություններին։ Ամերիկյան զինվորականները Կարիբյան ավազանում գործող պատժամիջոցների խախտման համար եւս մեկ լցանավ են ձերբակալել, այս մասին հայտնել է Պենտագոնը։ Նախնական տվյալներով Վերոնիկա նավը, որը լողում էր Պանամայի դրոշի ներքո, ձերբակալվել է Հնդկական օվկիանոսի կենտրոնական մասում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ այդ լցանավը ներառվել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցանկում որպես նավ, որը կապված է սահմանափակումները շրջանցող իրանական նավթի փոխադրումների հետ։ Եվրամիության անդամ երկրների կառավարությունները դեռևս պատրաստ չեն Ուկրաինային միությանը միանալու կոնկրետ ամսաթիվ նշել։ Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն է հայտարարել այս մասին՝ ի պատասխան Մյունխենի անվտանգության համաժողովում նախագահ Զելենսկու այն դիտարկմանը, թե դա իրենց անհրաժեշտ է իբրև Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման անվտանգության երաշխիքների մաս։ Մայրաքաղաքում ջան հալվելուն զուգահեռ ճանապարհային խնդիրները նոր թափովի հայտ եկան։ Քաղաքի տարբեր վարչական շրջաններում բազմաթիվ փողոցներում առաջացած հսկայական փոստերը ոչ միայն խոչընդոտում են երթևեկության, այլև վտանգ ստեղծում մեքենաների համար։ Սա օրինակ Երևանի Արաբկիր վարչական շրջանից դեպի Կոտայքի մարզ տանող Կորեայի ձորի հատվածն է։ Եթե ճանապարհի մի մասը ամիսներ առաջ նորոգվեց ու դարձավ անվտանգ, ապա մյուս մասը իսկական փորձություն է վարորդների համար։ Հարյուրավոր վարորդներ են այդ հատվածով ամեն օր երթևեկում, նյութական վնասներ են կրում։ Ամբողջ Կորեայի ձորը անմխիթար վիճակ է։ Այս ճանապարհը եթե սարքեն, երթևեկությունը հաստատ կթեթևանա։ Իսկ հանգստյան օրերին ընդհանուր առմամբ փոսալցման աշխատանքներ են կատարվել վարչական շրջաններում Տիգրան Ավինյանի հանձնարարությունից հետո։ Թբիլիսյան եւ Արտաշատի խճուղիներում, Վարդանանց, Աճարյան, Հալաբյան, Քրքրքորյան, Դավիթբեկի փողոցներում ամբողջ գիշեր տեխնիկա է աշխատել։ Մնաց որակ լինի, որակ, մի հատ թեթև անձրը չպրշտան օրից, ասվալտը տանի։ Ինտենսիվ աշխատանքներ են իրականացվել Քանագերզեյթուն եւ Ավան վարչական շրջաններում։ Թբիլիսյան խճուղում անորակ ասֆալտը հեռացվել է։ Եղանակի տաքանալուն պես կսկսվեն փոսալցման աշխատանքները։ Դրանք տեղում ղեկավարել են Քանագերզեյթուն վարչական շրջանի ղեկավարն ու Երևանի քաղաքապետարանի շինարարության ու բարեկարգման վարչության պետը։ Ոչ որակյալ, արդեն մեռած ասֆալտ
որը այստեղ կատարվել էր 1 տարի առաջ եւ խոստացել են, որ այն մոտավորապես գոնե 5 տարի առանց խնդրի կշահագործվի։ Հիմա տեսնում եք, հատուկ տեխնիկայով հեռացնում են այդ ասֆալտը, որ հետո արդեն կատարեն ժամանակավոր փոխալցման աշխատանքներ։ Իդեպ բոլոր տեղերում փոխալցման աշխատանքները կատարողների անվտանգությունն ապահովել են պարեկները, սակայն դեռ բազմաթիվ նման փողոցներ կան, որտեղ երթևեկելը դառնում է անհնար հսկայական փոսերի պատճառով։ Արմավիրի Բաղրամյան փողոցում բավականին երկար ժամանակ է հակասանիտարական վիճակ է։ Բազմաբնակարանային շենքերի սեփական տների բնակիչները անելանելի վիճակում են։ Անցուդարձ են անում գոյաջրերի միջով, ստիպված են լինում շնչել գարշահոտը։ Ողջ շենքերի տակը, մի շենքերի կնստի շենքի մանա ինչ անենք, վնասել ենք շիվասից։ Ամբողջ այս հատվածը, որ պիտի լիներ կանաչ հանգստի վայր շենքի բնակիչների համար, նույնիսկ բնակիչները պլանավորել էին, որպեսզի այստեղ խաղային բան սարքեն, ճոճանակներ դնեին, երեխաները իրենց ամառը այստեղ անցկացնեին Բաքվում, բայց հիմա ամբողջ տարածքը գարշահոտ հակասանիտարական վիճակ է։ Չհաշված նրան, որ ամբողջ կեղտաջրերը լցվում են շենքի նկուղը ու շենքը արդեն կամանց, են որ ասում է կամանց շենքը գնում է դեպի փլուզում։ Կեղտաջրերը նույնիսկ շենքերի նկուղներ, առաջին հարկեր ու խաղահրապարակներ է հասնում։ Քաղաքացիները զայրացած են Արմավիրի մարզպետի, քաղաքապետի ու Վեոլիա ընկերության գործելավոճից, քանի որ որևէ գործնական քայլ այդպես էլ չեն ձեռնարկում։ Ուստեղ էլ հոսանքի լարեր այդ։ Սա Սիստեմա պատվանի մեջ են դելի կապնակ, մարդիկ իդ պատվանը։ Չեն կարող մտնեն։ Չեն կարող մտնել, բացի հրավրանքները փչանում է, ոտեն մարդը իդ պատվանը բանա դե, ավրանքները փչանում է։ Պատկերացա, ջուրը ուտեն ճիշտում է հիմքի տակը։ Հեսա։ Նայ, հիմքի տակը ջուրը լցում է։ Ու էսի առնվազն 10 տարուց ավել էս պատմությունը գնում է։ Ու ոչ մեկը ոչ կան չի անում։ Վերջին անգամ երբ եք դիմել ու որ կառույցին եք դիմել էլի։ Վերջին անգամ դիմել Արմավիրի քաղաքապետարան։ Դիմել եմ մարզպետարան, տեղակալի։ Այդ դիմել եմ Գյուղաչուկ։ Ինչ են պատասխանում։ Հեսա գալիս են, հեսա գան չեն կարող դե։ Կոնկրետ ոչ մի բան չէ պատասխանում։ Իսկ մի ամիսա գալիս են։ Թեմը լրված է։ Սա էլ մայրաքաղաքում է հաղթանակ թաղամասի գլխավոր ճանապարհն է։ Անձրևներից հետո այստեղով անցնելու համար նավակներ են պետք, նաև փոսերն են շատ։ Ամեն օր տասնյակ մեքենաների անվահեծաններ ու անիվներ են վնասվում։ Ամբողջ փողոցը փոսերա ու այդ փոսերի մեջ էլ անձրևաջրերն է կամ կոյուղի է կամ անձրևաջուր։ Հավանաբար անձրևաջուր է ու այսպես ինչքան ժամանակ է այս վիճակն է։ 15000-ից ավելի բնակչություն ունեցող 4-րդ գյուղում ապրողները սպասելու են եւս մի քանի օր, եթե հարցը չկարգավորվի, կտրուկ միջոցների են դիմելու։ Ընդհուպ ասում են փակելու են հյուսիս-հարավ ճանապարհը։ Այս ամբողջ անձրևաջուրը հավաքվում է, կուտակվում է վթարի պատճառ։ Եվ վաղաշաբաթի վարչական տարածքում անձրևային օրերից հետո որոշ հատվածներում երթևեկությունը վարորդների համար դառնում է իսկական պատուհաս, մինի լճակներ են առաջանում։ Եղել են նաև դեպքեր, որ որոշ վարորդներ հայտնվելով այդ անձրևաջրի մեջ դուրս են գալի երթևեկելի գոտուց, վթարի են ենթարկվում, հայտնվում են դաշտում կամ կողաշրջվում են կամ գլխի վրա շրջվում են։ Խնդիրը հրատապ պետք է լուծվի ճանապարհի այդ հատվածը այնպես վերանորոգվի, որ անձրևաջրերը չկուտակվեն, վթարային իրավիճակ էլ չստեղծվի։ Իսկ մինչև այդ, որպեսզի ՃՏՊ-ներ տեղի չունենան, ուժեղացված ծառայություն են իրականացրել ոստիկանության բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի առաջին վաշտի բարեկները։